Արտյոմ Ղարղազարյանը, ով ղեկավարում է մեր նախընտրական ցուցակը Գյումրիի հավաքանու արտահերթ ընտրություններում, ասուլիսի առիթը Նիկոլ Փաշինյանի Գյումրիում գլխավոր ուսապարկ Սարիկ Մինասյանի երեկվա այսպես կոչված պատմական բացահայտումներ, որը մենք գնահատում ենք որպես նախ ատելության խոսքի տարածում, երկրորդը այդ հայտարարության մեջ եղել են բազմաթիվ կեղծիքներ եւ որոնց մենք անշուշտ ընթացք ենք տալու եւ բնականաբար մանիպուլյատիվ քարոզչությամբ փորձել է Սարիկ Մինասյանը պատրանք ստեղծել, այդ մասին ես ավելի ուշ կխոսեմ, շատ զարմանալիորեն Հայաստանի ամենաապազգային կուսակցության ներկայացուցիչը փորձել է խիստ ազգային հռետորաբանություն զարգացնել, ինչևէ այդ մասին ես կխոսեմ, հիմա պարոն Ղարղազարյանը կներկայացնի այդ կարգավիճակի հետ կապված ինչը շահագործել ու շահարկել է Սարիկ Մինասյանը, դրա հետ կապված պատմությունը եւ կանադառնանք արդեն քաղաքական գնահատականներին ես։ Բարև ձեզ, հարգելի լրագրողներ, տեսեք, ես իմ խոսվիտումս միշտ ասել եմ եւ նորից ասում եմ։ Ես մեր քարոզի ժամանակ ոչ մեկին չեմ ուզեցել թիրախավորել, ոչ մեկին չեմ ուզեցել անձնական տաշտպանել։ Բայց քանի որ մարդիկ փորձեցին, հիմի պատասխանը կստանան մեզնից։ Երեք Սարիկ Մինասյանը հայտարարել է, որ ես դիմել եմ Թուրքիայի քաղաքացիության, որի պատասխանը մինչև այսօր իրիկուն է, ինքը պիտի տա, այսինքն մինչև այսօր իրիկուն ինքը պիտի պարզաբանե եւ ապացուցե ես դիմել եմ քաղաքացիության։ Եթե չապացուցեց, ես կհամարեմ, որ ինքը օդի մեջ խոսացող մարդ է։ Ես իր մագարտակին չեմ իշնի օրը Էրոնյաներով բանով խոսամ։ Եվ կարող եմ ասել հետեւյալը, տեսեք, այդ թուղթը ինչի համար է եւ ինչ կա։ Ես այդ թուղթը նախ չունիմ։ Այդ թուղթը ունեցել եմ։ Եվ ունեցել եմ ոչ թե ես վիտնաշիցս ոդտեղ մնալու։ Թուղթ եմ ունեցել, որի շրջանակներում ես կարողացել եմ այդ երկիրը մտնիմ, դուրս կամ իմ գործունեությունս ծավալեմ։ Քանի որ Հայաստանի քաղաքացին այդ երկրում մնալու համար ինքը մեկ ամիս ժամանակ ունի։ Մեկ ամիս լրանալուց հետո ինքը պետք է լքե այդ երկիրը։ 3 անգամ նույն բանը կատարվելուց հետո ինքը կմնա, այսինքն իրանց երկրի օրենքով դուրս չի կրնա ինքը եւս 3 կամ 6 ամիս այդ երկիրը մտնել։ Քանի որ իմ գործերս կապված է այդ երկրի հետ ու մյուս կողքի երկրների հետ, ունեմ մեքենաներ, որոնք զբաղվում են կարգոյով, ես ընդեղից Ռուսաստանի եւ մյուս երկրների հետ կարգոներով եմ զբաղվում։ Ժամանակ է եղել, որ ես այնտեղ 2 ամիս մնացել եմ, 3 ամիս մնացել եմ իմ գործերից հետ կապված։ Այդ պատճառով ես ունեցել եմ այդ թուղթը, նորից եմ կրկնում, ունեցել եմ։ Իսկ այդ թուղթը հնարավորություն չի տալիս, որ ես դիմեմ քաղաքացիության եւ հնարավորություն չի տալիս նաեւ ես աշխատանք, օրինական աշխատիմ այնտեղ։ Թուղթը միայն թույլ է տալիս իմ այնտեղ մնալս։ Մեկ էլ իմ վայրս, որտեղ որ ֆիքսված ես մնացել եմ, ասված ոչ են հանցագործություններ են բաները մի տեղս հեշտ կնի։ Այդ թղթի բուն իմաստը այդ է։ Եվ նորից եմ կրկնում, այդ թուղթը ես ունեցել եմ։ Հիմա չունեք։ Ոչ, այդ թուղթը ես ունեցել եմ։ Նորից եմ կրկնում։ Ժամկետները կասեք։ Ժամկետները ձեր մոտ է տված եք կրնակ նայեք, կոպիաներն էլ եմ տվել ձեր մոտ, խնդրեմ նայեք, տեսեք։ Ձեզ ասել եմ Թուրքիայի քաղաքացիության համար եք Ես կներեք, ես նոր հասեցի։ Ես նաև զարմանում եմ, որ նախին ազգային ժողովի պատգամավորը չի կարող այնքան թերի զարգացած լինել, որպես չկարողանա ճշտել այդ թուղթը ինչի համար է։ Այդ թուղթը հիմք չէ եւ չի դուրադրվում նման երկրի օրենքով, ես դիմեմ քաղաքացիության։ Այդ քաղաքացիության թուղթ դիմելու համար դա աշխատանքային իրավունքին է վերաբերում, որը ես ընդհանրապես չեմ ունեցել։ Աշխատանքային իրավունք ունի այն մարդը, ով օրինական այնտեղ կաշխատի կամ օրինական այնտեղ բիզնես ունի ու
5 թե 7 տարի։ Նույն թուղթը պետք է ունենա, որպեսզի հնարավորություն տան ինքը դիմել քաղաքացիության։ Իսկ աշխատանքային իրավունք ունեցողը այնտեղ հարգ կուտա, տուր կուտա իր աշխատանքից պահենգը ամեն ինչ կա, այսինքն այդ երկիրը դու պետք է ունենաս աշխատանքային իրավունք, որպեսզի դու դիմես քաղաքացիության։ Կամ պետք է հրաժարվես քո երկրի քաղաքացիությունից, այստաս դիմես ու առաջնաստեղծել ես, որպեսզի քաղաքացիություն անես։ Իմ թուղթս ընդհանրապես այդ բաների հետ կապ չունի։ Իմ թուղթս լիազորություններ չունի, նաև ես փորձել դիմելու համար։ Նախկին թուղթս նորից եմ շեշտում եւ Սարիկ Մինասյանին բարձ ուղիղ ասում եմ։ Տղա ես աբացուցե, չաբացուցեցիր, քո լեզվով քո ժարգոներով ասում եմ, դու ֆուֆլու ես։ Ես մի բան ավելացնեմ, եթե Մասա ինչ է կոչվում, սա ինչ թուղթ է, որ ունեք ինչ քարտ։ Ժամանակավոր մնալու իրավունք է, որը քեզ թույլ է տալիս այդ երկրում դուրս ու ներս ենել առանց վիզա եւ 3 ամսի կամ 6 ամսու տակ չգնել։ Բայց ներողություն Սարիկ Մինասյանը հենց ասում է, որ կեցության քարտ։ Ոչ Սարիկ Մինասյանը քաղաքացիության է ասել դիմել։ Այսինքն Սարիկ Մինասյանը սխալ բան է խոսած այդ թուղթը դուր չի տալիս, որ ցանկացած երկրի քաղաքացի, առավել եւս Հայաստանի քաղաքացի իրավունք ունենա դիմել քաղաքացիության։ Այդ դաշտը բաց է կրնակ նայեք, ուսումնասիրեք, տեսնեք։ Իմ այդ թուղթս ունենալու պատճառը նորից սկսեմ։ Ես բիզնեսներ ունեմ, գործունեություն ունեմ ծավալած այդ երկրից։ Նաեւ կներեք ասեմ, նաեւ Բուլղարիայի հետ է իմ կապերս։ Իմ մեքենաներիս, իմ ավտոների շարժը Բուլղարիա է գմտնի։ Ոնց որոշեցին տեսնել Թուրքիան եւ չտեսան Բուլղարիան։ Որովհետեւ շատ թույլ մարդ են հոգով։ Ուրիշ դեմ ասելու բան ունենք, արեք խոսան։ Թե չէ տելևիզորներով ամոթ է մեծ մարդիկ եք։ Չեմ ուզեի իջնի ծեր մագարտագին։ Ես հավելեմ նաեւ, որ միջև օրվա վերջ, եթե Սարիկ Մինասյանը քաղաքացիության մասով ներողություն չխնդրի, դատական կարգով պատասխան կտա, որովհետև կուսակցության հեղինակության հետ էլ է խաղացել։ Ընդհանրապես իմ համար շատ տարակուսելի է, որ հայրենիքի գողերի կուսակցության ներկայացուցիչը, եթե գրեց հայրենիքի գող, կբերի ԿՊ Google-ում։ Ինձ համար շատ տարակուսելի է, որ հայրենիքի գողերի ներկայացուցիչը հանգարց խիստ ազգային դիրքերից է հանդես գալի։ Երեք մի բան ինձ թվաց, որ Սարիկ Մինասյանը հերթական անգամ կուսակցություն է փոխել։ Այս անգամ էլ որոշել է ինչ-որ ազգային կուսակցության անդամագրվի։ Իր մոտ շատ հաճախ է, չէ՞ տննում։ Հանրապետական կուսակցության անդամ ա եղել, Լուսավոր Հայաստանի խմբակցության անդամ, հետո ԿՊ։ Դե վաղն էլ եղանակը կփոխվի, կդառնա, ասենք, հնչակ կամ դաշտակ։ Իր մոտ այդ ստացվում է, եւ ես մի բան էլ ասեմ։ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ կտամ ուսապարկերի ընտրության հարցում շատ զգույշ լինի։ Ես առաջի անգամ եմ տեսնում, որ կուսակցության շարքային անդամ ընդամենը մի քանի օրվա խոսույթ երեք զարգացնի, որ ամբողջովին հակառակը Նիկոլ Փաշինյանի ռետորաբանությանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը բլեֆով է զբաղված, կամ իր ուսապարկերը իրեն չեն ենթարկվում։ Ամբողջ օրը գնում է Էրդողանի ու Ալիևի նկարների առաջ Փաշինյանը մոմ է վառում, իր այդքան էլ ճիշտ։ Իր կուսակցության ներկայացուցիչը փաստորեն գալիս աստեն հենց հակաթուրքական նարատիվ է զարգացնում։ Շատ հետաքրքիր կուսակցություն է, շատ։ Այս մարդու կուսակցության ներկայացուցիչը փաստորեն ուրիշների մեջ թուրքի մարդ է ման գալի։ Սեխմասկրսկին Էրդողանի գիրքը ֆիքսեք այս լուսանկարը բոլորի ծանոթ է։ Շատ ծիծաղել է։ Իմիջայլոց օդում կախված լուրերի համաձայն, քանի որ Սարիկ Մինասյանը խախտել է արժանապատիվ Գյումրեցու կոդեքսը, հիմա առաջի անգամ չի խախտում։ Ես ասեմ մի դեպք ձեզ կհիշեցնեմ։
Մենք ստիպված ենք այս պատասխանը տալ։ Օդում կախված լուրերի համաձայն Գյումրիում գրանցված 9 կուսակցություններից մեկի առաջին համարի հայրը զբաղված է վաշխառությամբ։ Եվ եթե վաշխառուն չինքնաբացահայտվի, մենք կբացահայտենք, մանավանդ որ Գյումրիում տոկոսի տակ լիքը ճռռացողներ կան այդ պատճառով։ Օդում կախված լուրերի համաձայն Սարիկ Մինասյանը, երբ որ աշխատել է Գյումրու քաղաքապետարանում Պալասանյանի կառավարման օրոք, եկամուտների բաժնի վարիչ։ Լրացուցիչ տետրը մոտը պահել։ Փորձեք իրանից ճշտել այդ տետրում ինչա ֆիքսված եղել։ Ինչի է ինքը աշխատանքից ազատվել։ Ու երբ որ Նիկոլ Փաշինյանը նոր վարչապետ էր ընտրվել եւ եկել էր Գյումրի, ով էր խանգարում Նիկոլ Փաշինյանի ու Բալասանյանի զրույցը հետևից անդադ բան գոռալով։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա լյուբիմչիկը Սարիկ Մինասյանը ինչ էր խանգարում։ Մի հատ այդ բոլոր հարցերի պատասխանները Սարիկ Մինասյանից ճշտեք։ Այդ տետրի մեջ ինչ պարունակություն ա եղել, կարող է աշխարհության հետ կապ ունի այդ տետրը եւ այլն։ Շատ բաներ նաեւ Գյումրիում մենք ենք լսում։ Բայց օդում կախված լուրերը երբեք չենք համարել, որ պիտի բերել դարձնել քարոզարշավի նյութ։ Եթե ներվերից ինքը թույլ է, կարող էր չառաջադրվել։ Մանավանդ ես մի 10 օր առաջ իրան հրապարակային ուղերձով դիմել էի, որ ինքնաբացարկ հայտարարի։ Մեկ է շատ լավ գիտենք ինքում, որ օլիգարխի մարդն է, ինչի է այս ցուցակից են ցուցակ թռնում։ Ասենք ինչի է լուսավորում եղել, հիմա ԿՊ-ի առաջի համարը։ Այդ բոլոր բաները մենք է գիտենք, բայց համարել ենք, որ գոտկատեղից ներքև հարվածելը պատիվ չի բերում տղամարդուն եւ կենտրոնացել ենք քաղաքական խոսույթի վրա։ Եվ իր թեման ընդհանրապես փակված էր, որովհետեւ ես Երևանում էլ ձեզանից շատերին հարցազրույց եմ տալի, առանցին ուսապարկերի չեմ անդրադառնում։ Իրանց տիրոջն եմ անդրադառնում։ Բայց այս մի ուսապարկը չափազանց անդաստիր է գտնվեց, որովհետև Նիկոլ Փաշինյանի ամբողջ ջանքերը թուրքերին քիրվայություն անելու մի րոպեում ջուրը լցեց։ Պատկերացնում եք հանդիպի Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ կամ Ալիևի, անեն Սարիկ Մինասյանի երեկվա ելույթը դնեն դեմը։ Խեղճ Նիկոլի ոտների դողոց այդ պահին զգալու եմ ես, արդեն պատկերացնում եմ։ Այս դասական վիճակ է եւ երկրորդը կար ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանը իրանց տարածքային ղեկավարին հրաժարվեց տեղ առաջադրել Գյումրու քաղաքապետ, որտեվ նարկո ռիսկային ինչ-որ պահեր առաջացան, մամուլը հրապարակեց։ Այսօր տեխնացուն ավելի ցածր հատակ ունեցավ, քան փաստորեն նարկո ռիսկային հատկանիշներ ունեցող տեխնացուն։ Հետո մի հորդորել, ընդդիմությունից ես չգիտեմ ով կհաղթի Գյումրիում, ժողովուրդը կորոշի, այդ ոչ մեկ հիմա չի կարող ասել։ Ուրեմն ինչքան կուրաժիտ լինի իրանց տեխնացուն, ինչքան տարբեր ձևերով իրան պահի, ընտրվելու որևէ շանս ԿՊ-ն քաղաքում չունի։ Կրկնում եմ, ընդդիմությունից չգիտեմ ով կհաջողի։ Ում ժողովուրդը որոշի վստահել, դա էլ կհաջողի, բայց ցեխ արձակելով տարբեր բաներով չի, ես կրկնում եմ եւս մեկ անգամ, օդում կախված լուրերով տեխնացուներից մեկի հայրը 9 տեխնացուներից մեկը զբաղված է վաշխառությամբ։ Ասեք ով է։ Չէ, իր ժանրի կանոններով թող վաշխառում ոնց որ մենք ենք ինքնաբացահայտվել։ Ինքնաբացահայտվի, եթե չինքնաբացահայտվի, այդ ձեզ առաջինը ես կասեմ ով է։ Էլի առաջին համարի մասին է։ Առաջի համարի հայրը։ Այդ ամբողջ Գյումրին գիտի, կարող եք հիմա այս ասուլիսից հետո բանը փողոցում քայլել 3-ից մեկը ձեզ կասի։ Այդքան մեր ջանքեր չի պահանջվի։ Հաստատ ասում եմ։